Դե ինչ շարունակում ենք առավոտ լուսոն եւ ինչպես արդեն խոստացել էինք այս հատվածում հաղորդման շատ կարեւոր թեմայի ենք անդրադառնալու հոգեբանական թեմայի զույգերում լուր կոնֆլիկտների մասին ենք խոսելու հիմա որ թեման ասացինք գուցե բարդ թվա բայց իրականում շատ կարեւոր մի թեմա է որի շուրջ բազմաթիվ ենթաշերտեր կան որոնց այսօր անդրադառնալու ենք մեր հյուրի հետ Մեր տաղավարում է ֆրանսիական հոգեվերլուծական դպրոցի հոգեթերապևտ, ընտանեկան հոգեբան Նարինե Իսրայելյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս Տիկին Իսրայելյան, շնորհակալ ենք, որ առավոտյան մեզ հյուր եք եկել եւ մենք շատ կարեւորում ենք այս թեմաները, հոգեբանության մասին խոսելը, որովհետեւ վստահ ենք, որ մեր հերոսայտողները այս զրույցներից քաղում են իրենց համար կարեւոր եւ արժեքավոր գիտելիքներ։ Այսօր խոսել ենք լուր կոնֆլիկտների մասին հարաբերություններում ու մենք հիմա ապրում ենք մի դարաշրջանում, երբ անընդհատ ասում ենք, որ հաղորդակցումը կարևոր է, ամեն ինչի մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց ստացվում է, որ այս խնդիրը լռելու եւ խնդիրների մասին չխոսելու միևնույն է կա մեր ընտանիքներում։ Ճիշտ է։ Այո։ Իհարկե կա եւ եթե հոգեվերլուծորեն մոտենանք խնդրին, անգամ լուր ժամանակ մենք միևնույն է խոսում ենք։ Ուղղակի խոսում ենք ոչ թե բառերով, այլ մեր պահվածքով, մեր դեմքով, մեր շարժումներով եւ ասել, որ դա բացարձակ լուր կոնֆլիկտ է, իհարկե այդպես չի։ Կարծում եմ բոլորդ հանդիպել եք այն նեղացած դեմքին, որը ունենում են կամ զույգի մեջ, կամ որևէ մարդ, որը կուզի դիմացինին ասի, ես քեզ հետ չեմ խոսում, բայց դեմքով միանշանակ ասում է, որ նեղացած է։ Իսկ որոնք են այդ հոգեբանական մեխանիզմները, որոնք ստիպում են մարդուն լռել։ Դե այստեղ ընդհանրապես հոգեբանական պաշտպանությունները մեր իրենք մեր վարքը բացարձակ կառավարում են, ձևավորում են եւ եթե այդտեղ կա վախ, այդ դեպքում ավելի պաշտպանական է դառնում եւ վախերից մեկը դա ավելի բուրըն կոնֆլիկտի, ավելի վիրավորական խոսքերի եւ դրանից ոչ թե լուծում ստանալու, այլ հակառակը կոնֆլիկտը խորացնելու վախից շատ հավանական է, որ որոշում է զույգը դեռ լուր, ինչպես ասեցինք լուր, բայց անխոս խոսելով ասել, որ ես նեղացած եմ, կամ ես վրդովված եմ, կամ ինչ-որ բան այնպես չի։ Բայց ամեն դեպքում անգամ լռության ժամանակ ինչ-որ բան շարունակում է, չէ՞ կատարվել։ Միանշանակ, իհարկե։ Առավել եւս, եթե ջերմ խոսքային մթնոլորտով ապահոված ընտանիք է, այդ լռությունը եւս շատ խոսուն է։ Դա նշանակում է, որ վիրավորանքի կամ նորից պաշտպանվելու առիթով խոսքերը զսպվում են։ Այնպես որ դա ասելիք է։ Իսկ որոնք են դրդապատճառները լուր կոնֆլիկտի, ընտանիքում մասնավորապես, որոնք կարող են լինել։ Ցավոք այսօր շատ են, որովհետև դերային բաշխումը ընտանիքում այսօր բավականին սոցիալական առաջարկներով մեր կյանք մտած ինֆորմատիվ դաշտի, բազմաթիվ ինֆորմատիվ դաշտի առիթով այսօր առիթներ, որոնք կարող են անձը պաշտպանվելու այսպիսի առաջարկ անեն, շատ շատացել են։ Տեսեք, եթե մենք վերցնում ենք ընտանիք կառույցը որպես սոցիալական կառույց, սոցիալական կառույց է դա եւ բնությունից չի տրված ընտանիք ունենալը, դա մենք տարբեր հասարակություններում, տարբեր մշակույթներում, տարբեր ազգերի մշակույթներում ինքը ձևավորված կառույց է, այնպես որ ինքը ժամանակի ազդեցությունը շատ կրում է իր վրա։ Եվ այսօր, քանի որ սոցիալական առաջարկը անհատին կարող է ընտանիքի դերերից բավականին շեղել, գոնե այն պարզ հարաբերությունը, որը կա ամուսինների միջև։ Այսօր կանայք սոցիալապես բավականին ակտիվ են, ունեն իրենց դերը, իրենց կարողությունը եւ ծնող զավակ հարաբերությունում նույնպես այսօր զավակները կարող են ծնողների հետ միասին տարբեր կարծիքներ ունենան ապահովության եւ սոցիալական անձ լինելու առիթով եւ այդ
չհասկանալու կամ տարբեր կարծիքներ ունենալու առիթով կարող են առաջանալ բախումներ։ Իսկ երբեմն այս լռությունը ինչ որ առումով հուզական մանիպուլյացիա չէ, երբ դու չես բարձրաձայնում, որ օրինակ ինչ որ բան քեզ ցավացրել է, բայց փոխարենը թողնում ես, որ գուշակեն։ Միանշանակ։ Իհարկե, մեր բոլոր շփումները ապահովված են մեր զգացումներով եւ այն հուզական մթնոլորտը, որը ստեղծում է լուր կոնֆլիկտը, ինչպես որ դուք անվանեցիք մեր զրույցը, դա եւս, ինչպես ասեցի, դա հուզական դաշտում ցույց տալն է, որ հարաբերություններում ինչ որ բան կամ վատացել է կամ խնդիր է դարձել, որը պետք է լուծել։ Որոնք են երկար լռելու վտանգները։ Կարծում եմ երկար լռելու վտանգը այն դեպքում է, երբ հարաբերություններում արդեն կան անջրպետեր, երբ արդեն հարաբերությունները ոչ խոսքով, ոչ լուր դաշտում չեն կարող օգնել միասնությանը ընտանիքում եւ դա պարզ է ավելի ապահովում է ամեն մեկին իր սոցիալական անհատը ընտանիքից դուրս կայուն տեսնելու եւ ցավոք ափսոս մենք այսօր ունենք տվյալներ շատ բաժանությունների այս դեպքում։ Այսինքն եթե ընդհանրացնենք լռելը վատ բան է։ Թե ոչ։ Հարաբերություններում, զույգում, ընտանիքում։ Եկեք որոշենք այսպես, եթե մեզ տրված է շատ կարևոր արժեք բնությունից, դա խոսքն է, ուրեմն իհարկե չխոսելը անպայման որոշակի հարաբերություններ պետք է որ վտանգի, որովհետև շատ զգացմունքային մեր կարողություններ մենք խոսքով ենք արտաբերում եւ հաճախ ես լսում եմ, որ ասում են կես խոսքից իրար հասկանալ, միայն աչքերով իրար հասկանալ, այդպիսի հաստատումները միշտ չի որ շատ օգտակար են, որովհետև շատ դեպքերում մինչև զույգ դառնալը ամեն անհատ ունի իրեն պատմությունը եւ իրեն պատմությունից եկող իրեն զգացումները կառավարելու մոդելը ստացված կամ չստացված եւ ինչքան կարողանա զույգը միասին որոշի այդ զգացումները կառավարել այդքան իհարկե խոսքը պետք է եւ այդքան ապահով է իրենց հարաբերությունը Ոնց հասկանում եմ նաև լուր կոնֆլիկտները պայմանավորված են դերաբաշխմամբ ընտանիքում, ով ինչ դեր է զբաղեցնում, ինչպիսին է հայ ժամանակակից ընտանիքում դերաբաշխումը, կնոջ դերը եւ տղամարդու դերը, եւ ինչպիսին պիտի լինի առողջ ընտանիքի մոդելի պարագայում։ Ինչպես որ բոլոր ոլորտներում այս վերջին տարիները այս հազարամյակը մեր առջև շատ լուրջ խնդիրներ է դրել, թե ինչպես անհատը պետք է իրեն դերը կարողանա եւ եկեք ասեմ դերերը, որովհետեւ մենք ունենք տարբեր դերեր, դա մեր սոցիալական աշխատանքային դերն է, ընտանիքում դերն է, ծնող դերն է, զավակ դերն է, որը միաժամանակ կարող ենք ունենալ, քույր, եղբայր, հարևան, մենք շատ ունենք դերեր, որոնք շատ բնական են հարաբերություններում եւ այսօրվա դերերի մեջ այն ինչ բերել ենք պատմականորեն մեզ հետ, այն ինչ մեր սերունդն է տալիս ձեր սերնդին եւ այն ինչ դուք ստանում եք ինֆորմատիվ մյուս դաշտերից բավականին գուցե հերվածել են, եթե չասենք կոնֆլիկտի մեջ են եւ այս դեպքում այն ընտանեկան մշակույթը երեխային դեռահասին գիտելիք տալու իր ապագա ընտանիք ստեղծելու եւ հարաբերություններ ստեղծելու մեջ թե ինչպես կընդունի ապագա երիտասարդը, ապագա այն ծնողը եւ ամուսին կամ կինը, դա արդեն որոշակի կարծում եմ կոնֆլիկտի մեջ է։ Սա ունենք արդեն որպես ձևավորված արժեք։ Եվ վերջում մի գործնական կարճ խորհուրդ մեր հեռուստադիտողներին, եթե օրինակ իրենք լռող կողմն են եւ կա որ ինչ որ կոնֆլիկտ, ինչ է պետք անել լռությունը կոտրելու համար, շատ կարճ։ Եթե
կոնֆլիկտ կա, բայց գերադասում է որևէ կողմը կամ երկուսը լռությամբ, հաղթահարել դա, հաղթահարել բառը հատուկ եմ ասում։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ խոսքը ավելի կկարևորվի, քան լռությամբ դիմացինին ասելը, արի ինչ որ խնդրի լուծում գտնենք, որովհետև ինչ որ բան լավ չէ։ Այնպես որ դա կարող է լինի թեյ, սուրճ, ռոմանտիկ որևէ միջավայր ստեղծելու առիթ, որտեղ կարելի է ազատել զգացումները եւ խոսքը եւ լուծում տալ խնդրին։ Շնորհակալություն շատ, որ օրը մեզ հետ սկսեցիք, Տիկին Իսրայելյան, եւ լավ առիթ է նաեւ օրինակ մեր զրույցը, չէ՞, եթե հիմա մեզ դիտում են զույգեր, որոնք լուր կոնֆլիկտի մեջ են, Տիկին Իսրայելյանի խոսքերը թող դառնան լավ առիթ խոսելու եւ հաշտելու բոլոր կոնֆլիկտները։ Իսկ մենք շարունակում ենք Առավոտ լուսոն երաժշտությամբ։